Ինչ առողջապահական խնդիրներ եք նկատում այսօր Հայաստանում։ Ես չեմ կարող առողջապահության համակարգին առանձին անդրադառնամ, քանի որ առողջապահության համակարգում առկա խնդիրների մեծ մասը պայմանավորված են ընդհանուր իշխանական պետական կառավարման համակարգի հետ, մի զգալի մասն էլ առողջապահության նախարարության գործունեության մոտեցումների հետ, որը բնականաբար անդրադառնում է ամբողջ համակարգի բացասական անարդյունավետ գործունեությանը։ Դա իհարկե առողջապահության հետ կապված խնդիրը ակտուալ է եւ առանձին քննարկման թեմա է, բայց ես կուզենայի, որ ասենք հերթականությամբ լինի առաջ պետական կառավարման հասարակական առողջացման իշխանափոխության խնդրի լուծում, հետո ոլորտային խնդիրների քննարկում եւ պրոֆեսիոնալ ճիշտ լուծումներ։ Առջևում 2026 թիվն է, համապետական ընտրություններ են մեզ սպասվում։ Եթե այս կիրակի ընտրություններ լինեն, դուք ձեր ձայնը որ քաղաքական ուժին կտաք եւ ինչու։ Ես անկեղծ ասած կուզենայի, որքան կարելի է շուտ լինի իշխանափոխությունը, բայց մյուս կողմից էլ կողմնակից եմ այնպիսի փոփոխության, որը մեծ ցնցումներ եւ մեր ժողովրդին, մեր պետությանը քիչ կվնասի։ Չնայած այս իշխանության մնալը իշխանության ինքնիստիկյան պետությունը թույլատնում է եւ մեր պոտենցիալը նվազում է օրեցօր։ Հետևաբար որքան շուտ, այնքան լավ, բայց մեթոդը պետք է լինի խելացի, արդյունավետ եւ որքան կարելի է քիչ կորուստներով։ Ում եք տեսնում վարչապետի պաշտոնում։ Այսօր առաջնորդ այս վիճակից երկիրը հանելու միակ հնարավորությունը ունի Ռոբերտ Սետրագի-Քոչարյանը, որը իր անցած ուղով, իր փորձառությամբ, իր իմաստունությամբ, իր մարդկային տեսակով, իր կամային հատկանիշներով ամեն ինչով ոչ թե խոսքով, այլ գործով ցույց է տվել, ապացուցել է, որ նա այդ անհատն է, այդ անհատը, որը ունեցել է գենետիկ, ընտանեկան զոր դաստիարակություն, հենք կրթվել է, ինքնակրթվել է, զարգացել է, փորձ է ձեռք բերել կառավարման համակարգում, հատկապես արտակարգ իրավիճակներում։ Կարծում եմ դուք տեղյակ եք եւ հեռուստադիտողներն էլ տեղյակ են նախագահ Ռոբերտ Քոչարյանի հարցազրույցում արձարծված հենց այդ հարցի իր պատասխանին, ես լիովին համամիտ եմ նրա հետ, նա նշում է, որ արտակարգ կառավարման պայմաններում, արտակարգ սիտուացիաներում, մասնավորապես ինչպես Արցախի հանրապետությունում, այնպես էլ Հայաստանում, այն խնդիրները, որ կանգնած էին պետությունների առաջ, օրախնդիրային, բախտախնդիրային եւ գրեթե Արցախի կեսից ավելին օկուպացված էր, երբ նա սկսեց կառավարել եւ աստիճանաբար մեկ ու կես տարում կարողացավ հասնել Արցախի ազատագրմանը, հետո հաղթանակին, պետության ձևավորմանը, իր կառույցներով, իր օրենսդրական դաշտով, իր կադրերով, իր բանակով, ամեն ինչով։ Իսկ երբ Հայաստանում էր, Հայաստանում կազմալուծված վիճակ էր պետությունը։
Ես միայն առողջապահության ոլորտի հետ կարող եմ ասել, որ բժիշկները ստանում էին 3-ից 5,000 դրամ աշխատավարձ, այն էլ 8-ից 11 ամիս չէին ստանում այդ աշխատավարձը։ Բոլորը գրվում էր պետության կողմից որպես պարտք։ Այդ դեպքում ինչու է այսօր հատկապես Ռոբերտ Քոչարյանը բավականին թիրախավորված էսպես հատկապես այս իշխանությունների կողմից։ Որովհետև հզոր է, որովհետև իրական կառավարիչ է, որովհետև իրենք գիտեն, որ նա գա հաղթող է, իսկ իրենց ծրագիրը ոչ թե Հայաստանը հաղթող դարձնելն է, այլ պարտվող դարձնելն է։ Դրա համար նրան թիրախավորում են։ Գիտեմ, որ բոլորին պատժելու է նրանց, ովքեր այս ամենը ստեղծել են։ Դրա համար իրենք վախենում են։ Դրա համար իրենք ամեն ինչ անում են իրենց իշխանությունը մեկ օրով ավելացնելու, երկարացնելու։ Վերջին շրջանում նաև տեսնում ենք, որ Նիկոլ Փաշինյանի տիկինը Աննա Հակոբյանը կրթվել է նորաձև է ծրագրով տարբեր գյուղական համայնքներում են լինում, քաղաքներում են լինում եւ դասընթացներ են տալիս մեր քաղաքացիներին եւ Նիկոլ Փաշինյանը եւ Աննա Հակոբյանը, բայց ամենևին վերջերս Աննա Հակոբյանը մարդկանց ոչի էշ ավանակ անվանեց։ Դուք սա ինչպես եք մեկնաբանում, արդյոք սա կրթության մի մասն է կազմում։ Գիտեք ինչ, կրթվելը նորաձև է, այնպիսի բանաձև է, որ միշտ ակտուալ է։ Բայց հարց է առաջանում, ով է կրթողը եւ ինչ ծրագիր է կրթում։ Վերջերս վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարության նիստին գնահատական տվեց իր կառավարությանը, որ բոլորը տգետ են եւ բոլորը այս 7 տարիներին մնացել են առաջին դասարանում։ Ինձ մոտ հարց է առաջանում, նման գնահատական տվող վարչապետը արդյոք չպետք է հետևի պատվով հրաժարական եւ ամբողջ իր գործնեության եւ կառավարության տապալում եւ ժողովրդից ներողություն խնդրել ու հեռանալ, թե ամեն րոպե, ամեն ինչ կիրառվի, ներդրվի միայն իրենց իշխանությունը մեկ օրով ավելացնելու։ Չեմ հասկանում, նման գնահատականը եւ նման պահվածքը իրար խիստ հակասող են եւ ազգադավ են, եւ ինձ մոտ որպես մարդ տպավորություն է ստեղծվում, որ թե գնահատական տալուց, թե որոշում կայացնելուց, դա ինքը չի անում, իրեն թելադրում են, թե ներսից, թե դրսից, այսինքն պարտադրված, թելադրված իշխանություն ունենք, որը բնականաբար մեր երկրի, մեր պետության, մեր ժողովրդի շահերը հետամուտ չի լինում։